Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն։ Նա արագահաս օգնական է նեղությունների մեջ։ Սաղմոս 46:1։ Ուխտի օրհնությունները տրված չեն մեզ պարզապես տեղեկանալու համար, այլ որպեսզի մենք օգտվենք դրանցից և յուրացնենք դրանք։ Նույնիսկ մեր Տեր Հիսուսն է մեզ տրված որպես մեր ներկա օգնական։ Թանկագին հավատացյալ, դու չես օգտվում Քրիստոսից այնպես, ինչպես պետք է։ Երբ նեղության մեջ ես, ինչու նրան չես պատմում քո վշտի մասին։ Միթե նա կարեկցող սիրտ չունի, և միթե չի կարող մխիթարել և հանգստացնել քեզ, բայց ոչ, դու դիմում ես բոլոր քո ընկերներին, բացի քո լավագույն բարեկամից, և քո պատմությունը պատմում ես ամեն տեղ, բացի Տիրոջ գրքից։ Արդյոք բեռնավորված ես այսօրվա մեղքով։ Ահա նրա արյան շատրվանը, օգտվիր դրանից, ով սուրբ, օգտվիր։ Արդյոք մեղավորության զգացումն է վերադարձել ու ճնշում է քեզ։ Հիսուսի ներող շնորհքը նորից ու նորից կարդարացնի քեզ, անմիջապես նրա մոտ գնա քո մաքրության համար։ Արդյոք սգում ես քո տկարության համար։ Նա է քո զորությունը, ինչու չապավինել նրան։ Մերկ ես զգում քեզ, այստեղ եկ, ով հոգի, հագիր Հիսուսի արդարության պատմուճանը, մի կանգնիր հեռվից նայելով դրան, մոտ եկ և հագիր այն, հանիր քո սեփական արդարությունը և վախերդ նույնպես, հագիր այդ գեղեցիկ ճերմակ բեհեզը, որովհետև այն դրա համար է նախատեսված։ Արդյոք քեզ հիվանդ ես զգում, հնչեցրու գիշերային աղոթքի զանգը և կանչիր սիրելի բժշկին, նա քեզ դեղ կտա, որը կապաքինի ու կվերականգնի քեզ։ Դու գուցե աղքատ ես, բայց միազգական ունես շատ հարուստ մի մարդ, Հռութ 2:1, և ինչ, միթե չես գնա նրա մոտ և չես խնդրի, որ իր առատությունից բաժին տա քեզ, թեև նա խոստացել է, որ դու ժառանգակից ես լինելու իրեն, և ամեն ինչ, որ ունի, քոնն է դարձրել։ Քրիստոսին ոչինչ այնքան չի վշտացնում, որքան այն, որ իր ժողովուրդը մակերեսային վերաբերմունք է ցուցաբերում իր հանդեպ և չի օգտվում իր բարեգթությունից։ Նրան դուր է գալիս աջակցել մեզ, և որքան շատ բեռներ մենք հանձնենք նրան, այնքան ավելի թանկ կլինի նա մեզ համար։ Եկեք պարզ լինենք մեր Սուրբ Տիրոջ հետ, որ պարտված չարը հեռանա անհետ, որ վախի հոգին մեզ չմոտենա, որ Բեթղեհեմը չդառնա Սինա։